Մաս 5. Տարածաշրջանային հարցեր եւ քաղաքակրթության քննադատություն։ Այս մասում կենտրոնանում ենք առանձին հասարակական երևույթների վրա, օրինակ ընտանիքը, սեփականությունը, սոցիալական անհավասարությունը։ Այստեղ արդեն ծագում է այն միտքը, որ սոցիալական հարաբերությունների հիմքը արտադրողական ուժերն ու արտադրական հարաբերություններն են։ Ինչի մասին է այս բաժինը։ Մարկսն ու Էնգելսը վերլուծում են առանձնացված սոցիալական ինստիտուտները եւ հարաբերությունները, ընտանիքը, սեփականությունը, սոցիալական անհավասարությունը։ Նրանք ցույց են տալիս, որ այս երևույթները չեն գոյություն ունեն ինքնուրույն, դրանք կախված են արտադրության ձևերից եւ սոցիալական կառուցվածքից։ Գլխավոր գաղափարները։ 1. Ընտանիքը եւ սոցիալական կառուցվածքը։ Ընտանիքը դիտվում է որպես սոցիալական հարաբերությունների արտացոլում։ Այստեղ նշվում է, որ գործնականում ընտանիքը ստեղծվում է տնտեսական շահերի հիման վրա, ոչ միայն բարոյական կամ կրոնական գաղափարների։ 2. Սեփականությունը։ Մարկսն ու Էնգելսը պարզաբանում են, որ սեփականությունը ոչ միայն անձնական իրավունքի հարց է, այլ հասարակական հարաբերությունների ձև։ Այն խտացնում է դասակարգային շահերը։ Հարուստները վերահսկում են արտադրության միջոցները, աղքատները միայն իրենց աշխատուժը։ Մեջբերում։ Սեփականությունը հանդիսանում է տնտեսական հարաբերությունների պատկերացում եւ այն չի կարող հասկացվել միայն բարոյական կամ փիլիսոփայական կատեգորիաներով։ 3. Սոցիալական անհավասարություն։ Անհավասարությունը չի ստեղծվում միայն իրավաբանական կամ բարոյական պատճառներով։ Այն պայմանավորված է արտադրության ձևերով եւ սոցիալական կապերով։ Այս գաղափարը հետագայում հիմք կդառնա մարքսիզմի դասակարգային վերլուծության համար։ Ինչ է կարևոր այստեղ։ Սա հստակ ցույց է տալիս, որ Մարքսի եւ Էնգելսի մոտ սոցիալական քննադատությունը կառուցվում է նյութական եւ պատմական հիմքերի վրա, այլ ոչ թե մտավորականների կամ բարոյական սկզբունքների։ Բոլոր սոցիալական երևույթները, ընտանիք, սեփականություն, սոցիալական անհավասարություն դիտվում են որպես արտադրական հարաբերությունների հետևանք։ Հաշվի առեք, հենց այս մասում ակնհայտ է Մարքսի համակարգված նյութականիստական մոտեցումը, բացատրելով սոցիալական երևույթները իրական կյանքի եւ արտադրության հիմքով։ Մաս 6. Պատմության մասին վեճեր Մարքսն ու Էնգելսը շղթում են քննադատական քննադատների մտայնությունը, ըստ որի պատմությունը շարժվում է միայն գաղափարների միջոցով։ Նրանք առաջ են քաշում այն թեզը, որ իրական պատմությունը պայմանավորված է մարդկանց գործնական կյանքի, աշխատանքի եւ նյութական հարաբերությունների միջոցով։ Ինչի մասին է բաժինը։ Մարկսն ու Էնգելսը վերլուծում են պատմության շարժման հարցը։ Նրանք հակադրում են իրենց դիրքորոշումը քննադատական քննադատների տեսություններին, հատկապես Բաուերի մտքին, ըստ որի պատմությունը շարժվում է միայն գաղափարների եւ մտավորականների միջոցով։ Մարկսն ու Էնգելսը հակադարձում են։ Պատմության իրական շարժիչ ուժը մարդկային արտադրողական գործունեությունն է եւ սոցիալական հարաբերությունները։ Գլխավոր գաղափարները 1. Պատմությունը ոչ միայն գաղափարական է, իդեալիստական փիլիսոփայությունը պատմությունն ուսումնասիրում է որպես միայն մտավորականների կամ գաղափարների գործողություն։ Մարկսն ու Էնգելսը ընդգծում են, որ գաղափարները չեն կարող ստեղծել պատմություն անկախ նյութական հիմքից։ 2. Մարդկային գործունեությունը որպես շարժիչ ուժ։ Պատմությունը զարգանում է այն պատճառով, որ մարդիկ արտադրում են ապրանքներ, աշխատում են եւ փոխազդում սոցիալական կառուցվածքների հետ։ Գաղափարներն ու փիլիսոփայությունը միայն արտացոլում են գոյություն ունեցող հարաբերությունները, բայց չեն ստեղծում դրանք։ Մեջբերում։ Մարդը իր կյանքի համար անհրաժեշտ պայմաններն է ստեղծում առաջին հերթին նյութական արտադրությամբ եւ միայն այնուհետեւ մտորում է դրանց մասին։ 3. Դասակարգային պայքարն պատմության շարժիչ ուժը։ Մարդկանց գործունեությունը դառնում է պատմության հիմքը, միայն այն դեպքում, երբ կա կոնֆլիկտ։ Աշխատավոր դասերը եւ արտադրության միջոցների տերերը միմյանց հակադրելով ձևավորում են պատմական զարգացումը։ Ինչ է կարևոր այստեղ։ Սա ոսկե կետն է։ Մարկսն ու Էնգելսը հստակ ձևակերպում են պատմական մատերիալիզմի հիմքը։ Պատմությունը չի առաջանում միայն գաղափարներից, օրենքներից կամ կրոնից։ Այն շարժվում է սոցիալական եւ տնտեսական հարաբերությունների կոնֆլիկտի միջոցով։ Արդյունք 6-րդ մասում
Մարքսն ու Էնգելսը անցնում են մաքուր գաղափարական քննադատությունից դեպի պատմական եւ նյութական մոտեցում, հիմք դնելով հետագա ամբողջ մարքսիստական վերլուծությանը։ Մաս 7. Եզրակացություն։ Վերջում Մարքսն ու Էնգելսը ամփոփում են սուրբ ընտանիքը չի կարող առաջնորդել հեղափոխությունը։ Իրական հեղափոխական ուժը պրոլետարիատն է, որը իր ազատագրմամբ կազատի նաև ամբողջ հասարակությունը։ Այստեղ արդեն հստակ ձևակերպվում է այն գաղափարը, որը հետո ամբողջությամբ զարգանում է գերմանական իդեոլոգիայում։ Ինչի մասին է 8-րդ մասում Մարքսն ու Էնգելսը ամփոփում են իրենց քննադատությունը եւ ներկայացնում հիմնական եզրակացությունները։ Նրանք կրկին ընդգծում են, որ Բրունո Բաուերի եւ նրա հետևորդների սուրբ ընտանիքը չի կարող իրական ազատագրություն ապահովել, քանի որ հիմնված է միայն գաղափարական կամ քննադատական մտքի վրա։ Իրական ազատագրումը գալիս է պրոլետարիատի եւ զանգվածների պայքարից, ոչ միայն գաղափարական վարժանքներից։ Գլխավոր գաղափարները 1. Իմաստնությունը նյութական հիմքի վրա։ Իմաստը, գաղափարները եւ գաղափարախոսությունը միայն արտացոլում են իրական սոցիալական հարաբերությունները։ Որքան էլ փիլիսոփաներն ուսումնասիրեն գաղափարները, իրական փոփոխություն կլինի միայն այն ժամանակ, երբ փոխվեն նյութական հիմքերը։ 2. Պրոլետարիատի դերը։ Պրոլետարիատը նոր պատմական սուբյեկտ է, որը կարող է ազատագրվել միայն այն դեպքում, եթե վերացնի բոլոր շահագործման ձևերը։ Արդյունքում ազատագրումը համընդհանուր է, ազատվում է ոչ միայն աշխատավոր դասը, այլ ամբողջ հասարակությունը։ 3. Մարքսիստական քննադատության սկիզբը։ Այստեղ հաստատվում է Մարքսի մոտ պատմական մատերիալիզմի սկզբունքը։ Պատմությունը շարժում են սոցիալական, տնտեսական եւ դասակարգային հարաբերությունները։ Գաղափարները միայն հետևանք են, ոչ թե պատճառ։ Ընդհանուր կարևորություն սուրբ ընտանիքը հանդիսանում է մարքսիստական մտածողության առաջնային փուլը։ Այն միաժամանակ քննադատություն է գերմանական լևո-հեգելյան փիլիսոփայության հանդեպ եւ նյութականիստական մոտեցման սկզբնավորումը։ Գիրքը տալիս է փառզ մոտեցում, հետազոտել հասարակությունը, սկսելով նյութական եւ սոցիալական հարաբերություններից, ոչ թե գաղափարներից։ Գրքի հիմնական բովանդակությունը 1. Վերնագրի իմաստը, սուրբ ընտանիք անվան տակ, Մարքսն ու Էնգելսը հեգնանքով նկատի ունեին Բաուերի խմբեդատական քննադատների շրջան, որոնք իրենց ներկայացնում էին որպես հեղափոխական քննադատական մտորականության ընտանիք։ 2. Քրիվ իդեալիզմի դեմ Մարքսն ու Էնգելսը քննադատում են Բաուերին եւ նրա կողմնակիցներին ցույց տալով, որ նրանք մնում են մաքուր գաղափարների ու կրոնի քննադատության մակարդակի վրա։ Ըստ նրանց, իրական հեղափոխական պայքարը չի սահմանափակվում կրոնական կամ փիլիսոփայական գաղափարների քննադատությամբ, այլ պետք է կենտրոնանա իրական նյութական պայմանների եւ սոցիալական հարաբերությունների վրա։ 3. Պաշտպանություն փիլիսոփայության քննադատությունից դեպի նյութականիզմ։ Մարքսն ու Էնգելսը վերլուծում են հասարակության կառուցվածքը, ցույց են տալիս, որ պատմության շարժիչ ուժը ժողովուրդների լայն զանգվածների պայքարն է, ոչ թե քննադատական մտավորականների գաղափարական վարժանքները։ Սա առաջին քայլերից էր դեպի պատմական մատերիալիզմ։ 4. Գաղափարներ, որոնք հետագայում զարգացան գերմանական իդեոլոգիայում։ Մարդկանց կյանքը պայմանավորված է նյութական արտադրությամբ։ Պատմական շարժիչ ուժը դասակարգային պայքարն է։ Իդեալիստական փիլիսոփայությունը չի կարող բացատրել իրականության զարգացումը։ 5. Կարևորություն Մարքսի ու Էնգելսի մտքի ձևավորման մեջ սուրբ ընտանիքը մի տեսակ անցումային գործ է։ Նրանք դեռևս օգտագործում էին հեգելյան լեզուն, բայց արդեն հստակ տարբերում էին իրենց քննադատական քննադատներից եւ ցույց տալիս, որ իրենց փիլիսոփայությունը կապված է իրական սոցիալ-տնտեսական պայքարի հետ։ Ամփոփ ասած, սուրբ ընտանիքը պայքար է գերմանական լևո-հեգելյան գաղափարական դպրոցի դեմ եւ առաջին ձևակերպումներից է, որտեղ Մարքսն ու Էնգելսը սկսում են նյութականիզմի ու պրոլետարիատի հեղափոխական դերի մասին խոսել։